Կտրիչ Ներսիսյան, Գարեգինբը, այս զուգաձև գործածությունները ինչ ասած։ Կաթողիկոսի անվան Կտրիչ Ներսիսյան եւ Գարեգինբը զուգահեռ գործածումը արդյոք ստիպի ինդիմությանը այսուհետ չթմթմփացնել սեղանների, երբ որ ինչ-որ պատգամավորի կամ վարչապետի կամ նախարարի կողմից այդ անունը արտաբերում, այսինքն կոմպրոմիսի եկա։ Դե տեսեք, ընդդիմությունը նման վարքագիծ էր դրսևորում, երբ որ Կտրիչ Ներսիսյանն էր ասվում, նրանք պրոտեստ էին անում, բայց դա կարճ տևեց։ Նախ իրենց ինչ-որ պատի առաջ կանգնացրեցին, որովհետև այսուհետ, եթե նրանք դուրս չգան Կտրիչ Ներսիսյան ասելուց, նշանակում է հետ քայլ են անում։ Կամ պետք է միշտ մենք ասենք Կտրիչ Ներսիսյան իրենք դուրս գան։ Բայց մենք տեսանք քիչ առաջ, որ վարչապետը որ ասում էր Գարեգինբը մենք ենք թմթմփացնում, իրենք արդեն Կտրիչ Ներսիսյան ասելուց չէին թմթմփացնում։ Հիմա կտեսնենք ինչ կանեն։ Գիտեք, ինչն է վիրավորական, որ օրինակ անուն ազգանունն ասելուց նրանք թմթմփացնում են, անհամաձայն են դրա հետ, բայց այն, որ նա ունի զավակ, որ KGB գործակալ է, դա իրենց չի հետաքրքրում։ Այդ դեպքում իրենք չեն թմթմփացնում։ Այսինքն որ ասում են կաթողիկոսը ունի զավակ, ասում են կաթողիկոսը ունի զավակ եւ KGB գործակալ է, նրանք չեն թմթմփացնում։ Դրա հետ համաձայն են, բայց երբ որ ասում են Կտրիչ Ներսիսյան, այ դրա հետ համաձայն չեն թմթմփացնում են։ Ինչի մասն է։ Այսօր ինձ հետ զրույցում ասում է, այսպեսով վիրավորվում է իր կրոնական համոզմունքները։ Մեր կրոնական համոզմունքներն է վիրավորվել նման հոգևորականներ եւ նման բարձրաստիճան հոգևորական ունենալու դեպքում եւ բերումով։ Իսկ չի վիրավորվել, որ Նավասարդ Կճոյանը վարչապետի հետ Նավասարդ Կճոյանին ես իմ տնից չեմ բերել, էլի կներեք, ոչ էլ հեղափոխության ժամանակ է մեր հետ քայլել, որ ասեք ձեր բանն էր, չգիտեմ, Մարս թիմակիցն էր կուսակցական, բերեցիք, սարքեցիք arczepiskopos։ Խնդրում եմ, այդ նույն գնացեք նույն Կտրիչ Ներսիսյանին հարցրեք, Նավասարդ Կճոյանի հետ կապված եթե հարցերն եք, ինձ ինչի եք հարցնում դրա մասին։ Բարենորոգման օրակարգը վարչապետը ասում եմ, իմ կրոնական եւ վարչապետի կրոնական զգացմունքները նույն ձև վիրավորվում է բոլոր այն հոգեվորականների բերումով, որոնք կան, բայց եկեղեցու բարենորոգման օրակարգը մենք վարչապետն հայտարարեց, որ պատրաստ է քննարկել նույն կաթողիկոսի հետ։ Դա նորմալ է, բա ում հետ քննարկի։ Ասում եմ դուք ձերոնցով կամ էլ նստեք որոշեք, իմ հետ եկեք քննարկեք, ժողովրդով, բոլոր падգամավորներով, տարբեր բաներ է առաջարկում, բա ում հետ քննարկես բարենորոգման։ Այն հոգևորականները, որոնք, ասեմ, բարենորոգման ծրագիրը, այո, պատրաստ են քննարկել կաթողիկոսի հետ։ Այո, որովհետև բարենորոգման շրջանակում չի կարող զավակ ունեցողը մնալ կաթողիկոս։ Տիկին Հակոբյան, մի րոպե, դա փաստ է, թե համոզմունք, որ զավակ ունի եւ KGB գործակալ։ Հրապարակ օրաթերթից այստեղ չկա լրագրող։ Ես առաջին անգամ հրապարակում եմ կարդացել, որ զավակ ունի։ Այդ զավակի անուն ազգանունը ուրեմն աշխատանքի վայրը մասնագիտությունն էր գրած, ինչը շատ վատ է եւ ինքս էլ հետո երբ որ շահարկվում էր այդ քաղաքացու ուրեմն ով լինելը, ես ինքս օրինակ ուղերձով եմ հանդես եկել, որ չշահարկեն եւ չասեն այդ մարդու տեղը եւ անունը եւ հանգիստ թողեն այդ մարդուն, որտեղ ինչ մեղավոր է, ով է իր հայրը կամ ընդունել է հայրությունը, թե ոչ։ Եվ իրենց հարցրեք մնացածը։ Իրենցից Եթե այսուհետ Կտրիչ Ներսիսյանը անձանունը արտաբերելիս ուժեղ Հայաստանը չթմթմփացի, սա արդյոք նշանակում է, որ իրենք ընդունել են խաղի ձեր կանոնները եւ ձեր օրակարգով են։ Կամ էլ ձեռքն են հոգնել։ Երկու տարբերակ։ կամ էլ կարող է ձեր օրակարգով չեն շարժվում։ Տիկին Հակոբյան, այսինքն որ Այդ իրենց օրակարգն է դմդմփացնելը։ որ Ինչ կապ ունի հետ։ որ պահին այսինքն իշխանություններին պետք է հրապարակի գրածը հիմք ճշմարտություն է, որ պահին պետք չէ իրենք պատլրատվամիջոց Չէ, այդպես չի։ Եթե լիներ Կտրիչ Ներսիսյանի կողմից հերքում, ես նաև կասեի, որ մարդն հերքել է իմ խոսքում, որտեղ հաստատում է եղել, Չէ, հերքում չի եղել։ Հիմա եթե ինձ ասեք, բան եմ, եթե ինձ ասեք, ես կենտրոնում ունեմ շքեղ բնակարան, ես լռեմ եւ անցնեմ առաջ, դուք ասեք, ուրեմն ունի։ Եթե ես ասեմ, ես չունեմ, դա կեղծ է, դուք արդեն այդ կարծիքը գոնե թե ինչ որ որոշմասի չի ունենա։ Այդ պայքարը երբ եք սկսելու։ Այդ պայքարը վաղուց սկսած է։ Ո՞ն process է կաթողիկոսի հեռացման։ Այդ process այդպես առաջ են էլի գնում։ Բայց process-ը վաղուց է սկսված։ Շնորհակալություն։